Ողջույն, հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին հիմնարար կարևորության հարցեր։ Նախորդին հայտնի է դարձել, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցություն են սկսել։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլոյցարայությունը 1-2-3 համաձայնագիր գոյություն ունի Միացյալ Նահանգներում կամ 123 այդպիսի համաձայնագիր գոյություն ունի, որի շուրջ բանակցությունների մեկնարկ է ըստ էության ազդարարվել, տեսահանդիպում է եղել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի գլխավորությամբ, որին մասնակցել է նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը, ըստ էության սա շարունակությունն է օգոստոսի 8-ին ձեռք բերված երկկողմ համաձայնագրերից կամ հռչակագրերից մեկի, որը վերաբերում է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային կամ էներգետիկ համագործակցությանը։ Սա չափազանց կարևոր ուրեմն աշխատանք է եւ շատ ուրախ եմ, որ Հայաստանը ձեռնամուխ է լինում այս աշխատանքի մեկնարկին եւ նախանձախնդրություն է հանդես բերում։ Այդ 123-րդ համաձայնագիրը Միացյալ Նահանգների միջուկային քաղաքականության պետք է ասել, որ առանցքային գործիքն է։ Այն ձևավորվել եւ կազմավորվել է դեռևս 1954 թվականին ընդունված ատոմային էներգիայի մասին օրենքի 123-րդ այդ 123-ից էլ հենց համաձայնագիրն է անվանումն է բխում հոդվածի հիման վրա։ Ըստ էության այս հոդվածն էլ հանդիսանում է միջազգային այն պայմանագիրը, որով Միացյալ Նահանգները սահմանում է խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում գործակցության, համագործակցության իրավական շրջանակը միջուկային էներգիայի միջազգային գործակալության կամ ՄԱԳԱՏԵ-ի մենք այդպես գիտենք անդամ բոլոր երկրների հետ։ Այս համաձայնագրերը թույլ են տալիս Միացյալ Նահանգներին փոխանցել միջուկային տեղեկություններ, նյութեր, տեխնոլոգիաներ, սարքավորումներ եւ մասնագիտական գիտելիքներ։ Բայց խիստ իհարկե վերահսկողություն պետք է լինի, խիստ վերահսկողական կանոններ պիտի լինեն, որովհետև Միացյալ Նահանգները չափազանց կարևորում է իր տեխնոլոգիաները, բացառելու համար դրանց օգտագործումը զենքի արտադրության կամ ռազմական նպատակներով։ Սա խաղաղ ատոմի ուրեմն շուրջ բանակցություններ են եւ 123-րդ այդ համաձայնագրերի էությունն էլ հենց դրանում է, որի գաղափարը իհարկե պետք է ասել, որ ծնվել է Միացյալ Նահանգների նախագահ Էյզենհաուերի ատոմները խաղաղության համար նախաձեռնության շրջանակում դեռևս 1957 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Միացյալ Նահանգները 25-ից ավել նման համաձայնագիր է կնքել աշխարհի տարբեր երկրների հետ, այդ թվում նաև Հարավային Կորեա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ինդոնեզիա եւ այլն։ Այս պահին կարծես հերթը եկել է նաև մեր երկրին, Հայաստանին եւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև առաջիկայում հավանաբար բանակցությունները կտևեն մոտ 3 ամիս, դրանից հետո մոտ 3 ամիս կլինի կոնգրեսի վերահսկողության առարկան այս պայմանավորվածությունը, որից հետո Միացյալ Նահանգների նախագահը կորոշի ուրեմն Հայաստանի հետ շարունակել գործակցել այս ոլորտում թե ոչ։ Այս համաձայնագրերը հաճախ հիմք են դարձել լայնածավալ ծրագրերի, լայնածավալ համաձայնությունների համար, օրինակ Միացյալ Նահանգները եւ Էմիրությունները դեռևս 2009 թվականին կնքեցին համաձայնագիր ուրեմն միջուկային ոլորտում համագործակցության վերաբերյալ եւ Բարաքա ատոմակայանը կառուցվեց ամերիկյան տեխնոլոգիաներով Էմիրություններում, բայց դա միայն դրանով չսահմանափակվեց, ըստ էության այդ տեխնոլոգիաները հիմք հանդիսացան, որպեսզի Միացյալ Նահանգները առանձնահատուկ կարևորություն ուրեմն հատկացնի Էմիրությունների հետ համագործակցությանը, այսինքն վստահության բոլորովին նոր
մակարդակ եւ աստիճաններ սա նշանակում։ Եվ համաձայնագրի կնքման գործընթացը առհասարակ պետք է ասել, որ շատ բարդ է եւ պահանջվում է Միացյալ Նահանգների հաստատում, Սպիտակ տունն է իր մասով հետևում այս գործընթացին, կոնգրեսն է 90 օրյա վերահսկողություն սահմանում եւ իհարկե մագատեն մշտական վերահսկողություն է իրականացնում այս ուրեմն բոլոր բանակցությունների բոլոր փուլերում 78 թվականի փոփոխություններից հետո հատկապես խստացվեցին ոչ տարածման միջուկային ուրեմն կարողությունների, տեխնոլոգիաների ոչ տարածման պահանջները Իրանի եւ Հյուսիսային Կորեայի ուրեմն դառը դասերի պատճառով 78-79 թվականներին հայտնի իրադարձությունները Իրանում ստիպեցին, որպեսզի Միացյալ Նահանգները ամբողջությամբ վերանա իր քաղաքականությունը միջուկային կարողությունների ոլորտում։ Հայաստանի համար այս 123-րդ կամ 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք ըստ կարող ենք ասել, որ մեկնարկել են նախորդին սեպտեմբերի 26-ին, կարող են դառնալ հիրավի շրջադարձային եւ բեկումնային։ Հայաստանը տարիներ շարունակ գիտենք շահագործում է ուրեմն Մեծամորի ատոմակայանը, որը մեր երկրի էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ն է ապահովում, սակայն այն հին է եւ նախորդին նաեւ Ռուսաստանում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ուրեմն դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2036 թվականը եւ ըստ էության մենք ցանկանում ենք նոր արդիական ատոմային էլեկտրակայան կառուցել եւ 1, 2, 3 կամ 123-րդ համաձայնագիրը կարող է դառնալ այն իրավական հենքը, որով Հայաստանը կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ միջուկային անվտանգության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, նոր ռեակտորների նախագծման եւ տեխնոլոգիական արդիականացման ուղղությամբ։ Մենք ամերիկյան տեխնոլոգիաներն ենք ուզում այս նպատակը իրականացնելու համար։ Այս համագործակցությունը նաև էապես կբարձրացնի Հայաստանի վստահելիությունը միջազգային հանրության առաջ, քանի որ բոլոր այդ փոխանցումները, տեղեկությունների, գիտելիքների եւ նախագծերը ըստ էության կիրականացվեն ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության ներքո։ Այս համաձայնագիրը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև 123-րդ այս համաձայնագիրը հատկապես կարևոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Հայաստանը ներկայում մեծապես կախված է Ռուսաստանից, գիտեք, Ռոսատոմ ընկերությունը, որը միջազգային խայտառակ պատժամիջոցների տակ է եւ դա կրկնակի խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար տեխնոլոգիաների եւ ծառայությունների իմաստով ուրեմն Հայաստանը ուզում է ազատվել մեծապես, թոթափել այդ ռուսական կախվածությունը եւ 123-րդ այս համաձայնագիրը ըստ էության հնարավորություն է դուրս գալ այդ բեռից, այդ կախվածությունից եւ դիվերսիֆիկացնել այդ կախվածությունը, բացելով այլընտրանքային, այսպես ուղիներ եւ համագործակցության հնարավորություններ փնտրել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կամ Հարավային Կորեայի հետ համագործակցության համար։ Սա չափազանց կարևոր եւ նշանակալի այսպես իրողություն է ոչ միայն էներգետիկ իմաստով, այլև աշխարհաքաղաքական կտրվածքով, որովհետև սա բոլորովին նոր հարաբերությունների եւ որակի մասին է խոսում, հաշվի առնելով տարածաշրջանային անկայունությունը եւ Ադրբեջանի հետ արկա լարվածությունը, Մերձավոր Արևելքի շուրջ զարգացումները, Իրանի եւ Միացյալ Նահանգների, Իրանի եւ Եվրամիության միջև բարդ հարաբերությունները եւ այս առանձնահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի կողմից ուղղակի ընդգծում է մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների երկարատև ուրեմն
հետաքրությունը եւ այն ծրագրերը, որոնք նախանշվել են օգոստոսի 8-ին, կրկնակի այս իմաստով կարևոր եւ առանցքային են դարձնում։ Բացի այդ, հնարավոր են նաեւ տնտեսական շահույթներ այս համագործակցությունից։ Այս գործակցությունը կարող է բերել ամերիկյան ներդրումներ, իր հետ ուրեմն ավելացնելով նոր աշխատատեղեր մեր երկրում եւ բնականաբար սա նշանակում է էներգետիկ ծախսերի նվազում, որտեղ Միացյալ Նահանգների տեխնոլոգիաները նաև էապես ուրեմն խնայողական բնույթ ունեն։ Պետք է ընդգծել, որ 123-րդ այս համաձայնագիրն ինքնին չի նշանակում նոր ատոմակայան կառուցելու կոնկրետ պայմանավորվածություն կամ պայմանագիր, այն ընդհանրապես ստեղծում է իրավական հիմք, որով նման նախագիծը կարող է իրականանալ։ Հայաստանը վերջին տարիներին բանակցություններ է վարում միաժամանակ մի քանի երկրների հետ, Ռուսաստանն է դրանց թվում, Հարավային Կորեան, գիտեմ, որ Ֆրանսիայի հետ կա որոշ խոսակցություն այս իմաստով եւ Միացյալ Նահանգների հետ գիտեմ, որ ավելի խորքային պայմանավորվածություն կա, վարչապետը քանիցս նաև հրապարակային, այդ թվում նաև անցյալ տարի սեպտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում, Սփյուռքի գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է Միացյալ Նահանգների հետ կառուցել այս նոր ատոմակայանը, ատոմային հզորությունը եւ մինչ այս պահը մենք չունենք վերջնական հայտարարություն, եթե չեմ սխալվում, նախարար Դավիթ Խուդատյանը ասաց վերջերս, որ տարեվերջին մենք կունենանք հստակ որոշում, թե որ երկրին ենք պատրաստ հանձնել նոր ատոմակայան կառուցելու ուրեմն բերը եւ ում հետ ենք մենք պատրաստվում համագործակցել այս ոլորտում։ Սա սովորական համաձայնագիր չէ, սա սովորական պայմանավորվածություն չէ, սա նաեւ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը պայմանավորող եւ շրջադարձը անշրջելի դարձնող կարևոր պայմանավորվածություն պետք է դիտարկել եւ այս իմաստով 2024 թվականի անցյալ տարի փետրվարին Միացյալ Նահանգների հաստատումը, որ կա այդպիսի քննարկում Հայաստանի հետ, ինքնին չափազանց կարևոր է եւ գիտեք 2025 թվականի հունիսին Միացյալ Նահանգները այս նպատակով նվիրաբերեց շուրջ $3.5 միլիոն արժողությամբ սիմուլյատոր մեծամորի անվտանգության բարձրացման համար, մի բան, որ մենք ռուսների հետ կարծես մեր համագործակցության արդյունքում պիտի ստանայինք, բայց նախընտրեցինք ամերիկացիների հետ շարունակել այդ աշխատանքը։ Եվ փաստորեն, ինչպես նշեցի, Մոսկվայում օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ մենք փաստորեն գործող ատոմակայանի գործողության ժամկետը երկարաձգում ենք մինչև 2036 թվական, դրանից հետո դեռևս չունենք որոշում, թե որ երկրի հետ պիտի շարունակենք համագործակցությունը այս ոլորտում, հույս ունեմ, որ այս բանակցությունները արտգործնախարարության տարածած հաղորդագրության ընդհանուր բովանդակությունից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանը ավելի ու ավելի լրջացնում է ամերիկյան տեխնոլոգիաների ներգրավմամբ ուրեմն նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու ուրեմն աշխատանքները։ Ինչու է սա չափազանց կարևոր։ Այս իմաստով պետք է նշել, որ Հայաստանը կարող է ռեգիոնալ էներգետիկ հաբ դառնալ, որովհետև մենք ըստ էության արդեն հայտարարել ենք, որ 1200 մեգավատ հզորությամբ ատոմային կայան պիտի կառուցենք եւ չի բացառվում, որ դա մեր ներքին կարիքներից շատ ավելին լինի, բայց այս իմաստով պիտի ասեմ, որ տարբեր քաղաքներ մեր երկրի եւ մարզային կենտրոններ այցելելիս հայտնաբերում ենք ջրի սոսկալի պակաս, որի մեծ այսպես մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա մեծ պատճառը փոքր եւ միջին հիդրոէլեկտրակայաններն են, որոնք ըստ էության ժամանակին կառուցվել են, որովհետեւ ջուր է եղել գետերում, իսկ հիմա կլիմայական այս ահռելի փոփոխությունները հանգեցրել են նրան, որ եղած այդ սակավ պաշարները ջրի
էլեկտրաէներգիայի նպատակով օգտագործելը ուղղակի այլևս թշնամանք է սեփական բնության նկատմամբ եւ կարծում եմ, որ նոր ատոմային էլեկտրակայանը իր հզորությունները հաշվարկելիս պիտի նաեւ նկատի ունենա, որ մենք պետական ռազմավարություն եւ քաղաքականություն պիտի որդեգրենք առհասարակ վերացնելու բոլոր փոքր եւ միջին հեկերը եւ ուրեմն այդ ջրային պաշարները պիտի այլևս ուրեմն այդ խողովակներից դուրս դրվեն եւ ջուրը պիտի վերադարձնենք բնությանը եւ վերադարձնենք սրանով նաեւ այն բնական էկո միջավայրը մթնոլորտը, որը կկարողանա էապես ուրեմն բնությանը հասցված վնասը կարճ ժամանակում վերականգնի։ Ուրեմն ատոմային էլեկտրակայանի կարևոր առաջնային նպատակներից մեկը նաև ջրային պաշարները վերականգնելուն ուղղված քաղաքականությունը պիտի լինի։ Երկրորդ նպատակը կարծում եմ, որ պիտի լինի տարածաշրջանի երկրների հետ էներգետիկ համագործակցության ծավալումը։ Գիտեք, որ մենք Իրանի հետ ունենք խորը համագործակցություն էներգետիկ եւ մենք swap համակարգով փաստորեն գազ ենք ստանում Իրանից, դարձնում ենք ջեկում, Երևան ջեկում, դարձնում ենք էլեկտրաէներգիա եւ հետ ենք վերադարձնում, այդտեղից նաեւ օգուտներ ենք ստանում։ Սա ինքնին թույլ է տալիս նաև, որ մենք Իրանից գազ ստանալու, այսպես նաև այդ կարևոր պաշարները հասկանանք, որքանով է մեր գազատրանսպորտային համակարգի վիճակի իրանական գազ կլանել եւ հնարավոր ֆորս մաժորները, որոնք կարող են ապագայում լինել Ռուսաստանի հետ գազային համագործակցության շրջանակում, իրանական այս աղբյուրը գազի կարող է փոխարինել ռուսական գազին գոնե ժամանակավորապես մինչև մենք կարողանանք օրինակ այլընտրանքներ գտնել։ Ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանը իր գիտական պոտենցիալը թույլ է տալիս դպրոցը, որ մենք ատոմակայանի հիմքում մշտապես ունեցել ենք եւ Միացյալ Նահանգների համար Հայաստանը այս իմաստով նաեւ կարևոր նկատելու պատճառներից մեկն էլ հենց այդ դպրոցի արկայությունն է եւ Միացյալ Նահանգների համաձայնությունը Հայաստանի հետ համագործակցելու այս ոլորտում մեծապես պայմանավորված է նաև այդ դպրոցը ոչ միայն պահպանելու, այլև այդ դպրոցի կարողությունները եւ գիտելիքները զարգացնելու, տեխնոլոգիաներ ամերիկյան նրան կիսվելու եւ դրանով այդ դպրոցը ավելի հարստացնելու նպատակ էր հետապնդում եւ սա չափազանց կարեւոր էր եւ պիտի ասեմ, որ այս խոսակցությունը մենք ունեցել ենք եւ Միացյալ Նահանգների կառավարության հետ, USAID-ի կարևոր պաշտոնյաների հետ դերևս 2022 թվականի հետ մենք քննարկել ենք, թե ինչպիսի անվտանգային նշանակություն կարող է ունենալ նոր ատոմային կայանը եւ այդպիսի հզորությունը այն իմաստով, որ Հայաստանը կարող է արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որ կարողանա ըստ էության ուրեմն վաճառել արտադրված այդ էլեկտրաէներգիան ոչ միայն Իրանին, որի հետ ունենք մենք այս պահին համագործակցություն, նաև Վրաստանին, որի հետ ավելի վաղ ունեցել ենք այդպիսի ուրեմն փորձ համագործակցության, նաև Ադրբեջանին եւ Թուրքիային։ Թուրքիային էլեկտրաէներգիա շատ է պետք, որովհետև հիմա ըստ էության նրա տնտեսության արտադրական հզորությունների համար մոտավորապես 26% իր արտադրության արդյունահանվում է քարածխից ստացված էներգիայով է ուրեմն բազմաթիվ ապրանքատեսակներ եւ արտադրական հզորություններ ստեղծվում, որը Եվրամիության եւ Թուրքիայի միջև մաքսային եւ համաձայնագրերի արդյունքում պարտավորություն է դրված Թուրքիայի արչև այդ ուրեմն տոկոսը արծխից ստացվող էլեկտրաէներգիայի տոկոսը էապես նվազեցնել եւ իհարկե էլեկտրաէներգիայի կարիք կա Թուրքիայում եւ Հայաստանը կարող է լինել օրինակ այդ էլեկտրաէներգիան վաճառող երկրներից մեկը։ Սա էապես նաև կնշանակի, որ Հայաստանը նոր
այսպես կշիռ է ձեռք բերում եւ սա էապես ավելացնելու է Հայաստանի անվտանգության ուրեմն աստիճանը ըստ էության կարող ենք ասել, որ Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային massամբ նաև ինչ որ իմաստով կախվածության տակ պահելով ուրեմն այդ շուկան մեր մատակարարած էլեկտրաէներգիայից, որովհետև եթե Հայաստանը ինչ որ տոկոս վերցնի իր վրա մատակարարման, սա էներգետիկ կայունություն եւ համագործակցություն ապահովող տարր կարող է դառնալ, ինչն էլ իր հերթին այս համագործակցությանը չափազանց կարևոր հանգամանք եւ նշանակություն կարող է հաղորդել։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին։ Ադրբեջանը եւս էլեկտրաէներգիայի կարիք ունի։ Եվ կարծում եմ անկախ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, անկախ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից, այսօր ստեղծված են պայմաններ, որ մենք կարող ենք ամերիկացիների միջնորդությամբ նաև այսպիսի խոսակցություն ծավալել եւ եթե մեր կարողությունները թույլ տան օրինակ 10 տարի անց, երբ մենք նոր ատոմակայան կունենանք, խոսել ադրբեջանցիների եւ թուրքերի հետ, նաև վրացիների եւ մեր իրանցի գործընկերների հետ այսպիսի լուրջ համագործակցության մասին, որպեսզի Հայաստանը իր անմիջական հարևաններին մատակարարի էլեկտրաէներգիա, որը արտադրված կլինի մեր ատոմային էլեկտրակայանից, ուրեմն կարծում եմ սա հավելյալ կարևորություն եւ նշանակություն ու կշիռ կտա Հայաստանին, ուրեմն եւ դա կավելացնի մեր անվտանգության մակարդակը։ Երրորդ նշանակությունը այս համագործակցության Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում ատոմային էլեկտրակայան կառուցելու կարևորության մասին։ Դա եվրոպական էներգետիկ համակարգին միանալու այն հեռանկարն է, որով Հայաստանը փաստորեն Սևծովի ընդերքով, Սևծովի հատակով կարող է ուրեմն էլեկտրական կաբել անցկացնել եւ միանալ եվրոպական էներգետիկ համակարգին։ Սա էապես կավելացնի Հայաստանի էներգետիկ կայունությունը եւ անվտանգության մակարդակը։ Հայաստանը եթե միանա այդ տարածաշրջանային նախագծին, որին դեպ Ադրբեջանն ու Վրաստանը կարծես շատ առաջանցիկ տեմպերով ձեռնամուխ են եղել եւ փորձում են Հայաստանին դուրս դնել այդ ծրագրից, Հայաստանի խնդիրն է նաեւ եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների միջնորդությամբ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը եւս մասնակցի այդ նախագծին, դրանով էապես ավելացնելով մեր նշանակությունն ու կարևորությունը ռեգիոնում եւ եվրոպական շուկայում։ Եվ չորրորդ ամենակարևոր հանգամանքը պիտի նշեմ, դա Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև սկսված խոսակցությունն ու բանակցություններն են, ըստ որի Միացյալ Նահանգները պահանջում է Իրանից ուրեմն իր ատոմային ողջ կարողությունները հանձնել Միացյալ Նահանգներին, այդ թվում նաեւ հարստացված ուրանը եւ այն ցենտրիֆուգները, որոնք հարստացնում են այդ ուրանը, եւ իհարկե Իրանը դեռևս համաձայն չէ այն ամբողջությամբ կատարել այդ պահանջը, բայց չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, բայց բանակցությունների առարկան հետևյալն է. եթե Իրանի նպատակը խաղաղ միջուկային էներգիա ուրեմն ձեռք բերելն է, ուրեմն Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են այստեղ շատ կարևոր դեր խաղալ եւ Հայաստանում գեներացված էլեկտրաէներգիան, ուրեմն հայ-ամերիկյան այս կորպորացիայի կամ համագործակցության արդյունքում, ուրեմն հենց այս համաձայնագրի Իրանա-ամերիկյան համաձայնագրի մասով Հայաստանը կարող է մասնակի նաև ուրեմն էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին հենց այս համաձայնագրի շրջանակներում։ Սա էլ որակապես կփոխի Հայաստանի դերը, տարածաշրջանային քաշը եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու ընդհանրապես օգոստոսի 8-ի համաձայնագրերի մեջ
էներգետիկ համագործակցությունը կարծում եմ ամենաառանցքայինն է եւ այս իմաստով Հայաստանը պետք է ավելի կարողունակ լինի այս խոսակցության մեջ դեպ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կարծում եմ ահռելի մեծ բեռ է այս իմաստով եւ էներգետիկ համագործակցությունը որ մենք հիմա սկսում ենք Միացյալ Նահանգների հետ անհրաժեշտ է զատել ընդհանուր ուրեմն նախարարությունից եւ ինչու՞ չէ վերստեղծել էներգետիկայի նախարարություն իդեպ ասեմ որ մենք էներգետիկայի գծով փոխնախարար չունենք շուրջ 1 տարի է սա եւս անթույլատրելի իրողություն է եւ հենց այդ պատրվակով նաեւ նախարար նշանակել եւ ցույց տալ ամերիկացի գործընկերներին որ մենք լուրջ ենք տրամադրված եւ պատրաստ ենք որպես առանձին գերատեսչություն բանակցություններ ծավալել համապատասխան ուրեմն գործադիր մարմինների հետ Միացյալ Նահանգների, որոնք պատասխանատու կլինեն այս աշխատանքների համար, սա եւս կարծում եմ, որ կառուցվածքային կարևորագույն փոփոխություն կլինի, միաժամանակ կարևոր ուղերձ կլինի մեր ուրեմն գործընկերներին։ Սա չափազանց կարևոր մեկնարկ է, որը պետք է խրախուսել, բայց դրան անհրաժեշտ է կարևոր այսպես վառելիք ավելացնել կարողություն, բովանդակություն եւ ամեն օր ցույց տալ, որ մենք նախանձախնդիր ենք այս համագործակցությամբ, ամեն օր ցույց տալ, որ մենք ավելի քայլ առաջ ենք ուզում կատարել այս ուղղությամբ, դրանով ավելի ու ավելի ոգևորելով ամերիկացի մեր գործընկերներին, ովքեր ուզում են համոզվել, որ մենք իրապես այս ուղղությամբ այսպես գործնական քայլեր ենք իրականացնում եւ մեր մտադրության մեջ լուրջ ենք տրամադրված ռուսական կախվածությունը հիմնավորապես թոթափելու համար։